Ռաֆիկ Սարգսակ Խաչատրյանի հետ ես ծանոթացա 1989 թվականին, երբ որ մեզ լուսահոգի Վազգեն Կաթողիկոսը նշանակեց Արցախի թեմ, որ գանք վերաբացենք։ Ինքը ապրում էր Մարտակերտ շրջկենտրոնում, երբ որ մենք այնտեղ կից հարակից գյուղում ներքին հորաթաղի եկեղեցին բացեցինք, մեզ սպասավորներ էին պետք, եւ Խաչատրյան Ռաֆիկը առաջիններից էր, որ շապիկ հագավ եւ բարձրացավ խորան, սկսեց սպասավորել։ Մեր ընտանիքում դեպի հավատքը տեսմարտ չունեինք, ասենք տատս էր ամենառավոտ հելնում էր Աստծուն աղոթում էր, ինքը ծիծաղում էր։ Երեխա ժամանակ ծիծաղում էր, որ դες բան չկա էլի, բայց որ եկավ ասենք 87-88 թիվը, հայրենասիրությունը դրդեց դեպի հավատը։ Ես ճիշտը տակ ասեի։ Ու ես ստիպում էի իրեն, որ չկա դες բան։ Հավատք չկա էլի, դա սուտ բան է էլի, որովհետև կոմունիստները 70 տարի տա են քարոզել, ես տա եմ տեսել, բայց ինքը ինձ համոզում էր, որ իսկական իսկա, ու դա Աստվածաշնչով էր համոզում։ Սովետի ժամանակ Ղարաբաղում Աստվածաշունչ գտնել կարդալը դա անհնարին բան էր, չկար ուղղակի։ Ռաֆոն մեզ համար այդ սկիզբն էր այդ ամենի։ Մենք զարմանում ենք իր մարդը ոնց կարող է ուզենա մեռնի, հա։ Հայտնի Աստծո մոտ չենք պատկերացնում այդ ինչ Աստված, բան եւ այլն։ Այդ ոգին, այդ հավատը մենք չենք էլ նկատում, բայց մեզ փոխում էր։ Շարժումը որ սկսվեց, ստորագրություններ հավաքեցինք, ուղարկեցինք Էջմիածին եւ Մոսկվա, որ մենք ուզում ենք, որ մեր եկեղեցին վերաբացվի Ղարաբաղում։ Ինքը տեսնում էր, որ հավատքն է, որ ժողովուրդին պիտի միաբանի։ Եկեղեցը շուտ պիտի ժողովուրդը միաբանվեն։ Հայերը պիտի եկեղեցու մոտ միաբանվեն մի գաղափարի շուրջ, որ կարողանան պայքարեն թշնամու դեմ։ Ու ինքը մտավ, ասենք, այդ պայքարի մեջ։ Դու վերցրեց զենք, սկսեց պատերազմել Նեսիմ Շահումյան, Գետաշեն, Հադրութ։ Ութանասնվեց թվականից գիտեմ իրան, հենց այդ ընդհատակյա գործնեության շրջանից էլի, ազգային ազատագրական պայքարից, դե բջիջ կար, կորիզ կար, հենց ինքը լսելով դրա մասին եկել է բանը կցվել էր այդ գործին ազատագրական պայքարին։ Բավականին մեծ ստորագրահավաքներ եւ այլն մասնակցել, այնուհետև երբ ռազմական բանի է անցել ֆազի պայքարը, այդ շարժման նպատակները պաշտպանելու համար էլի միասման գաղափարը։ Այդ մարդը լրիվությամբ նվիրվել է եւ հոգեվոր գործի հետ զուգահեռ ռազմական գործողությունների, ինքնապաշտպանական գործողությունների։ Իր մասին արդեն Բաքվում գիտեին ով է ինքը, գիտեին ինչա շնչում, ես Բաքվում, ում հետ է խոսում, ինչ անում։ Դաժե ինձ այդ նույն գիշերը որ հաղորդում էր ԿԳԲ-ն, Բաքու ինձ ասել են որ ասա թող դուրս գաս դերից։ Շատ չարչարեցին, դե չարչարանա որ վերջում 10 սմանեթ շտրապ մուծեց, որ անորեն միտինգ արել, դու խնդրել են արդեն էլի որ տար մուծի։ Մենք իրեն ուղարկեցինք Էջմիածին, Գեորգյան ճեմարան, որտեղ նա մի քանի տարի սովորեց, բայց երբ որ սկսվեցին պատերազմական գործողությունները, ինքը անմիջապես ետ եկավ, որպեսզի գա լրացնի մեր զինվորների շարքը։ Կամավոր նետվեց մարտի դաշտ, որտեղ սովետական բանակում ինքը ստացել էր նռնականետի մասնագիտություն եւ իսկապես շատ վարժ էր այդ գործում ինքը։ Отличник էր։
որ այդ իր սովորած բանակի սովետական բանակի այդ բանը օգտագործում է Ղարաբաղյան շարժումում ու սաղ էլ դավոլնի էին իր կրակած, արձակած այդ արկերից, որ ինչ անցքով ուզում էր, այդ սնարյադը անց էր գացնում։ Ու մի բան, որ ինքը ասում էր, որ Աղդամից ինչքան տեխնիկա դեպի Մարտակերտը գա, մենակ ես կարամ պահեմ, մենակ։ Քանի տեխնիկա գա, սա կխփեմ։ Ամեն մի խփածս մի տեխնիկան աղդ կցողնեմ։ Բացառիկ զինվոր էր։ Գյուղեր կային նույնիսկ, որ այդ գյուղի մարդիկ պոստ չէին գնում, վախենում էին։ Բայց Ռաֆիկը մենակ պոստ էր կանգնում։ Ասենք գյուղից հեռու բան, ինչ որ ասենք ֆերմա էր պահում բան, ինքը մենակ։ Այդպես ինքը ոնց որ ասում է, բանով ասած, այդ տեսակ դուխ ուներ։ Սոսիլան գյուղը երբ որ դեպորտացման եզրին էր, մնացած ջոկատները զբաղված էին տարբեր գյուղերի պաշտպանությունում, ինքը միայնակ գնաց ու սահմանում կանգնելով թույլ չտվեց, որպեսզի մնացած գյուղի աշխարհազորը եւ գյուղի ջոկատը դուրս գա դիրքերից։ Այսպիսի պատմություն են պատմում, որ իրեն մի առիթով ասել են, որ կանգնիր, դու Ռաֆիկ Սարգսակը չես, բա ինչի համար զենք ես վերցրել, բա որ մեռնես կամ ինքը առանց վարանելու ասեց, որ Քրիստոս իմ համար է մեռել, իմ Տերը։ Եվ ես էլ պիտի, եթե հարկ լինի, պետք է ուրեմն նահատակվեմ հանուն մեր եղբայրների պաշտպանության։ Իր զենքը իր ձեռին էր։ Սես մի դրվագ պատմեմ, ասում էի դու էլի գնում եմ պոստ տանեմ իմ հետ, ասում եմ դու տանում ես, որ ասես որ մենք զենք ունենք, էլի սա քեզ պետք չի։ Որ մի բան լինի, ես քո առաջն եմ մնալու։ Մի տար, թող չտեսնեմ։ Ինչքան համոզում էինք չեր տալիս։ Ու եղել է դեպք, ես ունդեղ ինքը իրան թողել եմ տունը, ես գնացել դեղ, բայց բարձվելա որ ինքն է իմ առաջ։ Մի կիլոմետր ինձ առաջ այդ զենքը ձեռին արդեն այնտեղ գործողություններ է կատարում։ Այս տիպի մարդ է եղել։ Որտեղ էլ որ երևում էր ներկայությունը հույս ու հավատ էր ներշնչում բոլորին, շատ արագ կերպով կարողանում էր ցրել բոլորի վախը։ Ռաֆիկ Սարգսակը թերևս մինչև հիմա չբացահայտված ու չգնահատված ամենամեծ անհատականություններից մեկն է։ Այն ժամանակ, երբ որ դեռ հորաթաղի եկեղեցին օտված չէր, այլ միայն Գանձասարն էինք բացել 89 թվականին, ինքը Տեր Թադեոսի հետ միասին եւ այսօրվա Տեր Մարսեղ Քահանան, որ այն ժամանակ դեպիր էր, ոտքով գիշերները վտանգավոր տեղերով երեքով գալիս էին Մարտակերտից Գանձասար, ուրբաթ երեկոյան գալիս էին, շաբաթ կիրակի մնում էին, երկուշաբթի վերադառնում էին։ Մեծագույն վտանգներով անցնում էին։ Եվ այս նվիրումը իհարկե շատ գնահատելի է։ Հայրենասիրության թող ոչ մեկը չնեղանա, թե կենդանիներից, թե զոհվածների հոգիները թող չխորովեն։ Ես չեմ կարող իրեն համեմատեմ որևէ մեկի հետ։ Ինքը եթե հնարավոր ուներ, Աստծոց կարող էր ժամեր, օրեր պարտ կանել, որպեսզի նվիրաբերեր հայրենիքին, ազգին, եկեղեցուն։ Բնատուր տաղանդ ուներ երգի, ուներ շատ մաքուր զուլալ ձայն, ընդ որում երգում էր շարականներ, երգում էր պատարակից հատվածներ, շատ լավ հիշում եմ իրեն անընդհատ երգել ենք տալիս առավոտ լուսոն, նամանանդա չափազանց լավ էր կատարում։ Կատակասեր էր, բայց բան, իրանից այսպես լրջություն էր թափվում, էլի, սեր ու լրջություն, այդպես
ոնց որ մի տեսակ ոնց որ խստություն, բայց մեջը սեր կար, էլի, ասենք հենց այնպես խստություն չէր, էլի, հենց ասենք գործի համար կարևոր էր, ուրեմն այդպես պիտի լինի։ Արանքում միշտ Ռաֆոյի համար հարց էինք ման գալիս, որ պիտի պսակվեր, որ ինքը քահանա դառնա, ինչ որ միշտ չէր հաջողվում, միշտ սենց կատակով, հումորով շատ նենց անց էի կացնում իր համար, նենց հավաքում էինք, հատուկ ասենք Ռաֆոյսով հավաքվել ենք, տեսնենք գնանք որ կողմով գնանք, որ աղջիկ գտնենք, նենց խնդում էր այդ շատ բարի էր ընդունում այդ կատակները բանը։ Մտափոխվում էր, երբեմն ուզում էր կուսակրոն լինել, բայց հետո որոշեց, որ պետք է ամուսնանալ, բայց արդեն իսկ պատերազմ, արդեն իսկ նվիրալներ են պետք է ուրեմն նետվել, ծառայություն բերել հայրենիքին եւ այլ, արդեն ժամանակ չկար։ Այնտեղ ստացեց, որ ես իմ ավտոն չէի բերել ու իսկ պիտի գնանք Էդուլու գյուղը Մանվելը հետ ինչ բան պիտի պայմանավորվեին Գրիգորյան Մանվելը հետ պիտի Վլադիմիրը հետ գնայինք Վլադիմիրը չգիտեմ ինչ sense գործով զբաղված էր բայց եկանք տեսանք ավտոն տեղա ու ես ռիսկ չարեցի քշեմ որտեղ շատ անտանելի վատ ճանապարհ էր ես էլ այդքան հլալավ չէի վարում ավտոն ու ռիսկ չարեցի ջոկատն էլ տեղ էր տոց ասեցի ով կգա քշել ավտոն դե ոչ մեկը չեկավ դες մի քիչ վրթոված ասի ինչա չկա տղա շոֆեր չունեք այսքանի մեջ մեկը Ռաֆոն ասեց ասա Վալերա ես կգամ ես կքշեմ դե կգաս էլի նենց ոչ եկավ խաչակնքվեց նստեց ռուլին գնացինք ամեն մի վատտեղ Ռաֆոն խաչակնքվում էր կաղնեցում էր ավտոն խաչակնքվում էր նենց մեզ սենց բարի իրան դեմքով ժպիտով նայում ու քշում էինք գնացել ենք ոչ գնացինք ինչ որ պետքա խոսացինք եկանք հասանք բազան տեսնենք Վլադիմիրը սենց ինչ որ կատաղած սենց մանա գալիս իջանք դեմքից տեսա որ կատաղած հա ասի ինչ ա եղել Վլադիմիր ասում ով է վարորդը ասում Ռաֆոն ասում ով է ասում դա քշել չգիտի դու գիտես որ կյանքում երկրորդ անգամ ավտոյի ռուլին նստում Ռաֆիկը ինքն էր կամավորագրվում, որևէ ջոկատի չէր պատկանում։ Ինքը պարտադրում էր, որ իրեն տանեին։ Նեղանում էր մեզնից, երբ արգելում էինք, ասենք, որ մի քիչ հանգստած եւ այլը նոր կմեկնես, կամ մյուս բանի ջոկատի հետ գնա, քեզ այստեղ աշխատանքներ շատ ունես։ Նեղանում էր մեզնից։ Ոնց կարամ ես ստե մնամ, երբ իմ ընկերներս մահու կյանքի պատերազմ են տալիս։ Եվ այդպիսի դեպքերից մեկն էլ այն էր, երբ հադրութում օմոնի ուղեկցությամբ ազերի բանը զինված ուժերը մեծ հարձակում գործեցին հադրութի գյուղերի վրա, ինքը մի քանի ջոկատների հետ միասին, Վլադիմիրի ջոկատի, Ռադիկի ջոկատի հետ մեկնել էին հադրութի ինքնապաշտպանությանը օգնելու։ Եվ հենց այդ մարտերից մեկի ժամանակ Ծանծյուռի մոտ պատկերացրեք մարդասիրական նպատակներով էլի իր մեջ քրիստոնեական գթասերտությունը նորից խոսեց իր մոտ կանգնած էր այն գյուղը որ պետք է ազատագրեն այդ գյուղացիներից մեկը եւ խնդրել էր որ իր տունը խնայի այդ որտեղ ազերիներն էին գտնվում ինքն էլ հենց խնայեց եւ պատասխան ընդունեց գնդակ որը իր համար եղավ վճռորոշ
ինքը ամեն բորից առաջ աղոթք էր անում, որ զոհեր չլինի, բայց եթե զոհ լինի, ինքը լինի։ Ու հետո տենց էլ ստացվեց։ Իրան մի անգամից խփեցին, տենց զոհվեց։ Առաջին անգամ մեր տղաները համարձակություն ունեցան հասարակության մեջ երևալ ինքնաձիգներով։ Միջ այդ շատ ծածուկ էր պահվում, բայց արդեն իր զոհը մի տեսակ ժողովրդին ըմբոստացրեց։ Մենագրաֆիկը չի, ռախսինքային ընկերները շատ ընկերներ են կորցրել։ Իրանց կիսատ թողած գործն ենք շարունակում։ Սա հալա չի վերջացել, սա պատերազմը գնում է։ Ես իմ կարող է իր տված դասերն է, այդ հայրենասիրական դասերն է, որ իմ մեջ խորացել է, սա է այս սահմանն է, որ հողու հայրենիքը, որ պիտի պաշտպանեմ։ Ես իմ միջև այս սահմանների հարցը, միջև Ղարաբաղի հարցը չլուծվի, երևի այս զինվորական զգեստը չանենք։ Քրիստոս ոսկի Աստուծո, անոխակալ եւ բարեգութ, գթակ վարարչական սիրովդ, ըս համորեն ընջեցելոց ազգիս հայոց։ Նաեւ Տեր հիշյա Սխաչատրյան եւ Պապանց Գերդաստանների ին եւ նոր հայտնի Եվանակ Ինքը տեսնում էր, որ մեր ապագան ապահով եւ միացյալ Հայաստանն է, միացյալ ժողովուրդն է, ոչ թե բաժան եղած մասնատված, ոմանք երբեմն ասում են, որ ինչ վատ է, ասենք մենք ունենք երկու հանրապետություն, թող լինի երրորդը եւ այլ, այսպես ինքը տեսնում էր մեկ եւ միացյալ, ճիշտ է դժվար է այդ ճանապարհը, բայց գտնում էր, որ հասանելի է այդ ճանապարհը։